Ողջույն բոլորին, ձայնս քաշվել է, երեկ այդքան խոսեցի, այդքան տեսանյութեր արեցի, որ այսօր մեկ այլ տեսանյութ անեմ, որովհետև վաղը պետք է հետ գնամ Ավստրալիա, մտածեցի, որ այսօր ավելի ազատ կլինեմ, շաբաթականները կանեմ և մեկ այլ տեսանյութեր աստղաբանության համար, բայց ինչպես տեսնում եք, ձայնս չկա, սա էլ չի ուզում անել, բայց շաբաթվանն է, սա կարևոր է, այնպես որ ձայնս այսպես պետք է լսեք, ագրավի ձայն, առավոտյան դեռ ավելի վատ էր, հիմա մի փոքր բացվել է, հուսով եմ ընթացքում ավելի կբացվի, եթե չէ, ուրեմն այսպես արվ պետք է, հիմա ճիշտ է դրված, սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 5-ն է, դե սխալներ կային, բայց կարևորը ես ինքս ֆիքսվել եմ այդ օրվա համար, երբ որ ես շաբաթվա մեջ եմ անում, շաբաթվա մեկ օր եմ անում բոլոր շաբաթվա օրերի համար, ես ինքս ֆիքսվում եմ հենց այդ օրվա համար, ոչ թե ամսաթվի, այլ չգիտեմ ում մոտ ինչպես է, տարբեր մարդկանց մոտ շաբաթվա օրերը տարբեր է դասավորված, ինձ մոտ միշտ դասավորվածությունը օրագրի դասավորվածություն է, չգիտեմ ում մոտ ինչպես է, ես որ շաբաթվա օրեր եմ հաշվարկում եմ այդպես, ըստ օրագրի գրվածներով, և ես ֆիքսվում եմ հենց այդ օրվան վրա, նոր հետո կանխատեսում եմ անում, որովհետև հենց այնպես շաբաթվա կանխատեսումը կլինի մեկ օրվա համար, որովհետև ես չեմ ֆիքսվել դրա վրա, որ ճիշտ կանխատեսում անեմ, մի խոսքով դա ինձ թվում է կհասկանան ովքեր, որ նման գործով են զբաղվում, այսքանը, շատ չխոսեմ, ինչպես միշտ ընդհանուր ֆոնը և մնացած տեղեկատվությունը, եթե մի փոքր լավ լինեմ, ձայնս ավելի շատ չխորանա, մյուս ալիքում էլ կլինի տեսանյութ, երեկ էլ էի վատ առողջ, այսօր ավելի վատ է, այսքանը, և կնայենք խոյերին, Ինչ է սպասվում խոյերին սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը։ Ընդհանուր ֆոնը բավականին շատ ճանապարհներին կլինեք, անընդհատ այս ու այն կողմ կանեք, ձեր գործերը առաջ կմղեք, յուրաքանչյուր պարտադիր չի մարդը բիզնես ունենա և այդ բիզնեսը առաջ մղի։ Կան գործեր, որոնք որ մնացել են, օրինակ տանուբոր կա, ինչ-որ մի դարակը դասավորել, ինչ-որ պահեր են, որոնք ոնց որ մնացել են, հիմա պետք է անեք, շարունակեք։ Խոյերի անձնական կյանքը Այստեղ անձնական կյանքը գումարի հետ է կապված, ոմանք կծանոթանան ֆինանսապես ապահովված ինչ-որ, երկրորդ կեսի հետ, նաև տանը կարող եք խոսել, գուցե ինչ-որ մեծ գնում եք ուզում կատարել և կարող եք այդպես խոսել, քննարկել, նաև գումար ծախսել մեծ իր գնելու համար, տանը այդպես տան անդամները աշխատեն և այս շաբաթ ոնց որ միանգամից մեծ գումար գա տուն, բոլորի աշխատավարձերը մի օր և երևա դա, ոնց որ միգուցե առաջին ամիսն է դեռ որ բոլորով աշխատում են տան անդամներով և կերևա այդ մեծ գումարը, նաև եթե ինչ-որ մեկին գումար եք տալու, կգան դրա հետևից։ Աշխատանքում մի փոքր խոչընդոտներ կան, կամ աշխատանքի ներսում է այդ խոչընդոտները, կամ աշխատանք փնտրելու մեջ է այդ խոչընդոտները, դրա համար կարող եք, վազքի մեջ լինել, այստեղ գնալ, այնտեղ գնալ, այստեղ ռեզյումե թողել, այնտեղ թողել, ինչ-որ անընդհատ նման վազքի մեջ։ Նաև սա բիզնեսն է, որ պետք է էլի ուշադրություն դարձնեք, այստեղ հստակ կարող է միգուցե որոշեք, որ տան բյուջեից պետք է գումար հատկացնեք գործերը առաջ մղելու համար, որովհետև խոչընդոտներ կան, եթե հատկապես խոչընդոտները ֆինանսական են, պետք է անպայման ոնց որ ներդրում անեք, որ առաջ մղեք։
այստեղ ինքնին ֆինանսների հետ կապված եւս հա ինչ որ խնդիրներ կան, կամ կտրուկ կփոխեք ձեր եկամուտի աղբյուրը, թե ինչով եք գումար վաստակում, միգուցե քիչ էր, կամ այդպես կտրուկ կարող եք ներդրում նաև կատարել որևիցե գործի մեջ, շատ գումար, հա, այդպես, ինձ թվում է պետք չի, որովհետև այս քարտը ասում է, որ մարդի հիմքից է ոնց որ ունեք 100,000 դրամ, այդ 100,000 դրամն էլ ներդնում եք գործի մեջ, բիզնեսի մեջ եւ այլն, ինչ որ բան գնելու մեջ, պետք չի։ Ամենայն դեպս այստեղ ձեզ զգուշացումներ կան, որ պետք չի այստեղ ընտանիքով որոշել ինչ որ մի մեծ գումար ծախսել, ինչ որ մեծ բան գնել, առայժմ ժամանակը չէ։ Եթե ինչ որ աչքի տակ ունեք ինչ որ մի գործ, որը էլի ձեզ գումար է բերում, այդ դեպքում ուրիշ հարց է, բայց եթե այս պահին օգտագործեցիք այդ գումարը, հետո արդեն դժվար կլինի, որովհետև եթե աշխատավարձով է, բնականաբար հետո 1 ամիս պետք է սպասեք այդ աշխատավարձին։ Մի խոսքով այստեղ գումարը հստակ ոնց որ սենց հիմքից հանուն տալիս եք կամ ուրիշին, կամ փոփոխության եք ենթարկում այն գործերը, որոնք որ ձեզ գումարներ են բերում, բայց կարող եք բախվել մի փոքր խոչընդոտների։ Այս շաբաթ ինձ թվում է տենց ինչ որ մանիպուլյացիաներ գումարների եւ աշխատանքի հետ կապված պետք չի անել։ Իսկ առողջության վերաբերյալ ինչ որ կարող եք դեղատոմ ստանալ, որպեսզի գնաք գնումներ կատարելու, անալիզ պետք է հանձնեք, ինչ որ թուղթ է, որտեղ որ պետք է լրացնեք, ինչ որ բժշկականի հետ կապված ինչ որ հարցեր, կամ իրենք են ձեզ տալու, դա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք ցուլերի։ Ինչ է սպասվում ցուլերին սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը։ Որ տղամարդ է, գլխավոր դերում տղամարդ է։ Ինչ որ հարցեր կարող է կան, ինչ որ անընդհատ կարող է շփում լինել այդ տղամարդու հետ։ Ոմանց համար սա նոր ծանոթություն է, հակառակ սեռի ներկայացուցիչի հետ, ձեր տնօրենն է։ Ոնց որ ուր գնաք այդ օրը ավելի շատ շփումը կլինի տղամարդ, այդպես։ Անձնական կյանքը Անձնական կյանքը կայուն է կամ կայունանում է։ Միգուցե օրինակ դա ձեր սկեսրայրն է կամ ձեր հայրն է, որ կարգավորում է ձեր ընտանիքը, եթե խնդիրներ կային։ Նաև կարող է հոգեբան է, ում դիմում եք եւս, հա, ինչ որ ձևով կայունացնում է։ Ամենայն դեպս հարաբերությունները նորմալ են, եթե խնդիրներ կային, ապա այս շաբաթ ամենայն դեպս շատ լավ կլինի։ Եվ նոր ծանոթություն է, եւ ինչպես կար, այդպես կգնա, հա, իրարից ինչ որ հերվացում կամ ինչ որ պահեր չկան այստեղ։ Նոր ծանոթություն, որպես կարող է լինել եւ ոչ թե մեկը, ում հետ հարաբերությունները կամ արդեն կային, այսինքն ընկերներ էիք կամ աշխատում էիք իրար հետ, ինչ որ մի ձևով արդեն իսկ հարաբերություններ կային։ Հիմա կարող ուղղակի փոխվի, ավելի այդպես խորանա դեպի զուգընկեր։ Աշխատանքում էմոցիոնալ կլինեք բավականին։ Հնարավոր է կամ տեղափոխվում եք գիշերը աշխատելու, նաև կարող երկար եք մնում աշխատանքի վայրում, ոնց որ մութ են գնում, նոր եք հետո գնում տուն։ Նաև ինչ որ էմոցիաներ են, որոնք կարող է այստեղ այդ տղամարդը ձեզ տա, ինչ որ կարող ձեր տնօրենն է, ձեր հետի աշխատողն է, բայց չեմ կարող ասել լավ էմոցիաներ են, թե վատ էմոցիաներ են, հա, դա չեմ կարող ասել։ Նաև սա ինչ որ բան է գախնի, ոնց որ ինչ որ բան չեք հասկանում ձեր աշխատանքի վայրից հիմա ինչ է լինելու, հա, նման ինչ որ պահեր կարող են լինել։ Կամ բիզնես եք բացել, ոնց որ դեռ չեք հասկանում, չեք տեսնում դիմացը, հա, ինչ է սպասվելու այդ բիզնեսին։ Եվ կարող եք դիմել նաև այդ տղամարդուն, որպեսզի այն օգնի ձեզ այդ հարցում։ Սա նաև ռոմանտիկ պահեր են աշխատանքի վայրում ոմանց համար, եթե
միայնակ եք, ապա այնտեղ կարող է միգուցե տնօրենն է, միգուցե նաև ինչ որ մարդիկ են, կամ կարող սիրահարվել եւ ինչ որ ռոմանտիկ պահեր ունենալ, այդպես էմոցիոնալ ինչ որ պահեր են, որ իրար տեսնում եք անընդհատ միգուցե այդ տղամարդուն։ Իսկ ֆինանսների հետ կապված այստեղ կամ մանր-մունր ծախսեր են, կամ մանր-մունր գումարներ կարող են գալ ձեզ։ Եվ գումարները ծախսելու մեջ անպայման լավ ուսումնասիրեք, ինչ եք գնում, նաև գումարը տալուց շոշափեք, որ 1-2 հատ չտաք, եթե այդպես եք արձեռն եք վճարելու։ Միգուցե այս տղամարդու հետ է կապված ինքն է ինչ որ գումարներ է տալիս ձեզ մանր-մունր աշխատանքների համար, ինչ որ փոքր, եկամուտները փոքր են ավելի շատ, մեծ եկամուտներ չկան։ Եվ ծախսելն էլ, եթե տալիս են դուք եւս լավ հաշվեք, մի այդպես անտեսեք, որ իբրև վստահում եք տվյալ անձնավորությանը եւ անտեսեք դա։ Եվ առողջության վերաբերյալ այստեղ դե ինչպես որ հիմա ինձ մոտ է կոկորտը մրսածություն կարող է լինել այդպես։ Այսքանը ձեզ համար։ Ուշադիր եղեք։ Ես եմ հիվանդ, դուք կարող եք հիվանդանալ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը։ Ընդհանուր ֆոնը, գուցե առիթների լինեք այս շաբաթ, դե գնաք այստեղ, այնտեղ, մեկի ծնունդը լինի, հետո մյուսինը լինի, նաև ինչ-որ անակնկալ պահեր կարող են լինել, նվերներ, միգուցե ձեր տանն է առիթը, ինչ-որ կազմակերպում եք, այդպես անակնկալներ կամ դիմացինն է անակնկալ պատրաստում ձեզ համար։ Նաև ոմանց համար ժամադրություն է սա, այս շաբաթ կարող ինչ-որ մեկի դեք ծանոթացել է մշտապես ժամադրության մեջ եք, բայց նայեք այս բառի վրա ինչ քարտ ընկա, մի քիչ ուշադիր եղեք, այստեղ երկերեսանիություն կա, լրջություն չկա։ Ահա, եկվորյակների անձնական կյանքը։ Ֆինանսների մեջ թռավ այստեղ, եկվորյակը, երկերեսանիները թռան եւ հիմա ֆինանսներում են։ Այստեղ ոմանց ամուսնության առաջարկ են անելու, ոմանք ամուսնանում են այս շաբաթ։ Հստակ այստեղ կամ ամուսնության առաջարկ եք ստանալու կամ կամուսնանաք։ Նաև կարող է ընտանիքում ոչ կարևոր օր է, կարևոր իրադարձություն է, հարսանիքի վերաբերյալ է կամ ձեր ամուսնության տարեդարձն է, գուցե ընտանիքի անդամներից մեկն է վերադառնում տուն եւ այդտեղ անակնկալ է անում ձեզ։ Շատ լավ պահեր են սա ընտանիքի համար, նաև սա զաքսավորում է, եթե մարդիկ կան, ովքեր որ զաքսավորված չեն, ապա սա նաև զաքսավորված է, կարող դիմել, որպեսզի զաքսավորվեք կամ այս շաբաթ հենց կզաքսավորվեք։ Աշխատանքի մեջ սա մանր-մունր աշխատանքներ են, փոքր դետալներով է աշխատանքը, կամ ոնց որ այս մեկի գործը փոքր, այս մեկի գործը փոքր, այն որ պատվերներ փոքր, կամ եթե աշխատում եք ոչ մարդկանց մոտ, ապա այնտեղ կարող է աշխատանքը մի փոքր կամ մանրակրկիտ լինի, պետք լինի շատ ուսումնասիրել մանրուքները, կամ փոքր գործեր տան ձեզ, անեք վերջացնեք, այդպես նաև կարող է լինել։ Իսկ եթե բիզնես ունեք, ապա բիզնեսում եւս այստեղ ինչ որ կամ նոր կսկսեք, կամ սկսելուց պետք է մի հատ լավ վերահաշվարկեք, մանրուքները ուսումնասիրեք, հետո նոր սկսեք։ Այդ գումարի հետ կապված այստեղ երկերեսանի պահեր կան, կամ գումար են ձեզանից ուզելու, որ տակ հետո կարող եք դժվարությամբ հետ ստանալ, կամ պարտք են եւ այդպես կապիկություն են անում եւ չեն տալիս։
Ֆինանսների հետ բավականին զգույշ պետք է լինեք, հենց այնպես մի բոլորին գումար տրամադրեք այդ օրը, թեկուզ եթե այստեղ ինչ-որ մի բան եք ուզում անել, ինչ-որ անակնկալ եք ուզում պատրաստել, դա ևս, հասկացեք ումից եք պատվիրում, ում եք վճարելու, որովհետև խաբեություններ կարող են լինել։ Դες ավելի շատ երկերեսանի պահեք գումարի հետ կապված, միգուցե տնօրենն է, միգուցե ինչ-որ մեկ է կարող այստեղ փոքր աշխատանքներ են, ձեր գումարները փորձեն ուտել, այսինքն ինչ-որ բան չհաշվարկեն ձեր աշխատանքի մեջ, եթե այդպես հաշվարկներով է։ Իսկ առողջությանն ուշադրություն դարձրեք ձեր երակներին անպայման, աղիներին, բոլոր տեսակի աղիները, աղիքները 12 մատնյա այնտեղ լիքը կան, ստամոքսը նաև նույնպես կարող է ցավել, կարող է մարսողության հետ կապված, դրա ուշադիր եղեք։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը։ Ընդհանուր ֆոնը սա առիթ է, առիթ եւ էլի առիթ, առիթների մեջ կլինեք։ Կամ հասարակության մեջ շատ կլինեք, անընդհատ կամ ինչ-որ տեղեր կգնաք, որտեղ շատ մարդիկ կան, կամ միգուցե դուք եք ոչ առիթ ստեղծում եւ դրանից կամ ուրախանում, կամ ինչ-որ պահեր են այստեղ։ Ուրախության, հարսանիքի, նշանադրության, կամ կողոձերն է, կամ պետք է գնաք, անընդհատ, կամ պատրաստվում եք այդ առիթին։ Միգուցե որոշում եք հասարակական գործունեությամբ զբաղվել եւ մարդկանց ներկայանալ։ Անձնական կյանքը խեցգետինների։ Այստեղ ընտանիքում կամ խնդիր կա աշխատանքի, որ այս շաբաթ կարող եք խոսել այդ մասին, թե ով գնա աշխատելու, ինչպես գնա աշխատելու եւ այլն, որ պետք է աշխատանքը։ Կամ ոմանց ընտանիքում որևիցե մեկը կստանա պաշտոն, առաջ խաղացում, նաեւ այստեղ կարող է կախված է ուսման կենտրոնի հետ, որ պետք է զբաղվեք ինչ-որ ուսման կենտրոնով, գնաք, հետաքրքրվեք կամ գնաք, ընդունվեք, ինչ-որ միտեղ, որտեղ որ կուրսեր կարող եք անցնել։ Նաև սա հիվանդանոցն է, որ կարող է հիվանդանոցից ինչ-որ մեկին տուն եք բերում եւ առիթ եք նշում, միգուցե երեխա է ծնվել, պետք է երեխային տուն բերեք բնականաբար։ Դա կարող է լինել նաև։ Եվ շատ աշխատանքներ տանը ինչ-որ բանի եք պատրաստվում, գուցե իրոք հարսանիքի եք պատրաստվում, աշխատանքները պարտադիր չէ լինի, դե ոմանց համար դա կարող է լինել վերանորոգումը, ոմանց համար ինչ-որ աշխատանքներ եք տանում այդ առիթին պատրաստվելու համար, ինչ-որ գործողություններ, ինչ-որ բաներ եք սարքում եւ այլն։ Եվ ընտանիքից ոչ մեկը կմտնի աշխատելու։ Բայց այստեղ ձեզ մոտ է խնդիրը, ձեզ մոտ կարող է խնդիրը առաջանալ աշխատանքի հետ կապված, այստեղ ուշադիր եղեք, աշխատանքի այստեղ կորուստ է նաև նկատվում, կամ վստահության կորուստ, որ կարող են նաև ձեզ չվստահել, կամ դուք չվստահեք ինչ-որ մարդկանց, այլևս այդ աշխատանքի տեղին, եւ ասեք, ոնց որ չեմ ուզում աշխատել այստեղ, ինչ-որ մի բան է, այնպես չէ, չեմ վճարում ճիշտ ժամանակին եւ նման այլ հարցեր։ Եվ սա ինչ-որ բանի կորուստ է նաև անվան կորուստ եւս կարող է լինել, դա եւս է, եթե սիրում եք վիճել, չնայած դա խեցգետինները պահ է գալիս, որ վիճում եք, բայց ավելի շատ խելոք հանգիստ աշխատում են, բայց ավելի եթե պահ է գալիս, կարող եք նաև վիճել, այդտեղ կարող եք կորցնել ձեր անունը։ Նաև որ ասում են ինչ հանգիստ էին, ու հիմա հանկարծ այսպես Եվ գումարի հետ կապված գումար է գալու ոմանց ընտանիք, նաև դա կարող է լինել աշխատավարձը կարող է լինել, նաև
գումար ծախսեք ճանապարհների վրա, մենք ուզում եք գնալ հանգստանալու, օրինակ հիմա շատ լավ ժամանակ է գնալ հանգստանալու համար, որոշ երկրներ են տեղ ավելի հավես է եւ նաեւ կարող է տեղափոխվում եք ինչ որ տեղից տեղ, դրա վրա գումարներ ծախսեք, կամ տրանսպորտի միջոց գնեք, մեքենա, մոտո եւ այլն։ Մեկ րոպե մոմս հանգեց։ Եվ առողջությանը պետք է ուշադրություն դարձնեք կանացի օրգաններին, ավելի շատ, եւ տղամարդկանց օրգաններին, վարակ բավականին շատ է եւ ինչ որ վարակներից պետք է խուսափեք, նաեւ հորմոններից։ Ուշադիր եղեք ինչ եք ուտում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք առույցներին։ Ինչ է սպասվում առույցներին սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը։ Ընդհանուր ֆոնը շփում, շատ շփում, տարբեր մարդկանց հետ, նաև կարող է տարաձայնություններ լինեն, նաև կարող է անհանգստություն լինի ձեր ներսում, բամբասանքի կամ ներկա լինեք, կամ ձեզանից են բամբասում, կամ կարող է ձեր կողքը ուրիշներից են բամբասում, անընդհատ լսում եք այդ մասին։ Առուսների անձնական կյանքը Ուրեմն այստեղ շատ կխոսեք գումարից տանը, միգուցե ինչ-որ բան եք ուզում գնել, միգուցե ուզում եք հետ գցել, հավաքել, միգուցե տուն եք ուզում գնել, կամ տան իրեր, ոմանց մոտ է սա ֆինանսապես ապահովված, ոչ մեկ հետ կարող ծանոթանալ, ձայնս մի քիչ բացվում է, կարծես թե նաև շփումը կարող է դրանից լինել, այստեղ խոսակցությունը, շփումը կարող է դրանից լինել, շատ խոսեք եւ նաեւ կարող է մեկը մյուսի հետ համաձայն չլինի ինչ որ բան գնելու մեջ եւ այդպես ոնց որ լեզվակռվի մեջ մտնեք աշխատանքի մեջ չգիտեմ ինչ եք ուզում բայց ձեր ցանկությունները կիրականանան կախված է ինչ եք ուզում միգուցե ուզում եք աշխատանք գտնել միգուցե ուզում եք աշխատանքում առաջ խաղացում եւ այլն ինչ որ մի բան ապա այստեղ դուք կունենաք այն, ձեր ցանկությունները կիրականանան։ Ոմանց էլ կարող են կանչել հեռու, օտար երկիր, աշխատանքի կամ գնաք, ինչ որ այնտեղ աշխատանք եք գտնում եւ գնում եք։ Նաեւ եթե ինչ որ գործ ունեք դրսում, այնտեղից կարող եք ինչ որ բաներ լսել աշխատանքի վերաբերյալ կամ դե ամեն մեկը չգիտեմ ովքեր են ինձ նայում միգուցե դրսում ոչ բիզնես ունեք եւ այնտեղից ինչ որ մի տեղեկատվություն եք ստանում այնպիսի մի բան որ ձեր ցանկությունն է կամ ուզում եք դրսում որևիցե բիզնես հիմնել եւ այնտեղ ձեզ թույլ են տալիս որպեսզի այդ բիզնեսը դուք ունենաք հա եւ դա եւս ձեր ցանկությունն է Եվ գումարի հետ կապված այստեղ մի փոքր ուշադիր եղեք դրա համար այստեղ խոսակցությունները շատ կան հենց գումարի կորուստի վերաբերյալ Համար ուշադիր եղեք, ինչքան եք վճարում, որտեղ, միգուցե բանկային քարտի վրա պետք չի այդքան գումար թողնել եւ այլն եւ այլն, մի քիչ ուշադիր եղեք ձեր գումարների հետ կապված կամ անիմաստ ծախսեր են սրանք կամ անիմաստ գումարի հետ կապված մանր դե կրիսը խնդիր է ստեղծում, հա, կարող է մանր մուներ խնդիրներ են գումարային Գուցե ինչ-որ մի տեղից ինչ-որ բան է գալիս, թուղթ է գալիս, որ սա չկա, հա, ինչ-որ մի բան է, ինչ-որ մի բան մոռացել եք վճարեք եւ այդպես։ Ոնց որ ինձ անընդհատ գալիս է։ Այդ տունը արդեն մերը չի, շատ վաղուց, բայց այդ տան մեջ ինչ-որ պարտքեր են գալիս մեզ վրա։ Ապահովագրության վճար եւ այլն, անընդհատ բարձրանում է այդպես, հա։ Դե նորմալ է դա դրսներում։ Դե չնայած ընդհանրապես բոլոր երկրներում այդպես, երբ որ լավ չեն աշխատում։
Լավ աշխատողը այդպես բաներ չի լինում։ Եվ առողջությանը այստեղ ոմանց մոտ շատ ծերության պահեր են եւ կարող եք զգալ, որ մեծացել եք, որ նայում եք քայլու մեջ, արդեն կարող եք զգալ, որ դե կան, կամ առաջին կնճիռները կան, կամ նմանատիպ որևիցե ինչ-որ պահեր է, արդեն մարդը զգում է, որ ինքը մեծացել է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք կուրսերին։ Ինչ է սպասվում կուրսերին սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը։ Սեր, նոր հարաբերություններ, շատ սեր։ Լիքը սեր կունենաք այս շաբաթվա ընթացքում։ Բոլորի կողմից սեր։ Ինչ բաներ կլինեն, որ նայեք, ինչ մարդիկ էլ կամուսնանան։ Շատ սեր է այստեղ, շատ ձեր կարող է սիրելին է վերադառնում։ Տեսնենք անձնական կյանքը։ Սամ բանտեղ մի դրեք։ Միգուցե սերն է պակասում։ Այստեղ ոնց էր ավելի շատ ձեզ ասում են սեր, սիրով լցվեք, սիրով արեք, ավելի շատ, քան այստեղ կարող ոմանց համար նոր սեր է, բայց հարաբերություններում խնդիրներ կան։ Ուշադիր եղեք այդ խնդիրներին։ Սեր տվեք շատ, եւ եթե ձեզ սեր են տալիս, այդ սերը մի անտեսեք, որովհետեւ 1-2 որ անտեսում եք, որովհետեւ մարդը բարկանում է, մարդը չի տեսնում դիմացինի զգացմունքները բարկացած ժամանակ եւ հետո ինքն է տուժում։ Դրա համար այստեղ պետք է ուշադիր լինեք, որովհետեւ այստեղ նաեւ կա խնդիրներ կան։ Միգուցե սիրո պակաս է, սեր քիչ եք տալիս, միգուցե ինչ-որ մի բանի պակաս է այստեղ։ Ուշադիր եղեք։ Աշխատանքում կամ մանր-մունր աշխատանքներ պետք է անեք, կամ մանրուքներին պետք է ուշադրություն դարձնեք այն ինչ-որ անում եք, դենտեղ կարող է լինել մանր գործեր ուլունքների հետ կապված, կամ ինչ-որ փոքր-մոքր բաներ կարող են տալ ձեզ, որպեսզի դուք անեք։ Եվ եթե ինչ-որ պայմանագիր պետք է ստորագրեք, ինչ-որ մի բան պետք է անեք, ապա անպայման ուսումնասիրեք, մանրուքները մի անտեսեք, անպայման ուսումնասիրեք, նոր հետո ստորագրեք այդ պայմանագիրը։ Ինչքան էլ որ այստեղ սիրով լցված լինեք, ուրախ լինեք, որ այդ ամենը եղա, որ ուրախանաք, բայց պետք է մանրուքները։ Այդ գումարի համար անհանգիստ եք, բավականին, լարվածություն կա, գումարների հետ կապված, միգուցե ընտանիքում հենց դրա մասին է խոսակցությունը, դրա հետ է կապված այդ ինչ-որ խոսակցություններ եթե կան, իրար չհասկանալ եթե կա, ապա կարող է հենց ֆինանսներից է։ Անհանգստանում եք կամ մեծ գումար պետք է ծախսեք, կամ ծախսել են արդեն այդ մեծ գումարը եւ հիմա մտածում եք ինչ է լինելու։ Շատ եք լարվում, շատ եք անհանգիստ գումարի հետ կապված, կամ աշխատանքը փոքր-մոքր է։ Ոնց է փոքր-մոքր էլ գումարներ է գալիս, եթե դուք տանն եք աշխատում, եթե ինչ-որ բան եք անում։ Դե պետք է փոխել առհասարակ նման դեպքում ձեր գործունեության ձևը, որպեսզի ավելի շատ գումար ունենաք։ Բայց այստեղ շատ է անհանգստությունը, մի անհանգստացեք շատ, այստեղ արևը որ կա, դա նշանակում է, որ նա ձեզ թույլ չի տա, որ այդ շատ երկար մնա այդ անհանգստությունը, ինքը լուծում է ամեն խնդիր եւ ավելի լավ է լինելու։ Իսկ առողջության վերաբերյալ բացարձակ ոչինչ չկա, բացարձակ այստեղ եթե անգամ ոչինչ խնդիր կար, ապա կապակինվեք։ Այսքանը դες համար ընդհանուր ֆոնը ուրիշ բաներ ասում, մնացած քարտերն ուրիշ բաներ ասում, միգուցե իրոք սեր է պակասում ձեզ, սիրով լցվեք եւ ամեն ինչը կանցնի։ Որ անհանգստանում է մարդը, այդ դեպքում բացասական է մտածում։ Այսպես թե այնպես, ուզի թե չուզի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք կշարքներին։
Ինչ է սպասվում կշերկներին սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը։ Ընդհանուր ֆոնը տունն է։ Տուն, տեղափոխություն, ընտանիք, միգուցե տան հետ կապված ինչ-որ հարցեր կան, որոնք որ պետք է լուծեք, տեղափոխվում եք, կաղ է, հավաքվում եք տունը եւ այլն, լիքը բաներ կան այստեղ։ Տան հետ կապված յուրաքանչյուր հարց։ Գուցե հյուր է գալիս ձեր տուն եւ այս մեկ շաբաթը մնում է ձեր տանը։ Կամ դուք եք գնում մեկ ուրիշի տուն։ Տեսնենք անձնական կյանքը։ Այդտեղ շատ շփում է միգուցե վայ։ Մեկը կամուսնանա, ինչ-որ մեկը շատ կշփվի։ Բաները քննարկելու միգուցե ընտանիքով։ Անձնական կյանքը Այստեղ անձնական կյանքում խոչընդոտները ինչու են, այստեղ ինձ թվում է ավելի շատ կամ որոշել է տան անդամներից մեկը գնալ դուրս աշխատել, կամ գործուղման է գնում մենակ, կամ ինչ-որ մի բան է, որը այստեղ ճանապարհի կամ նոր բիզնես սկսելու հետ է կապված մեկը մյուսին, ոնց է համաձայն չեն եւ դա տարաձայնություններ է առաջացնում ընտանիքում։ Խոչընդոտներ կան հարաբերություններում, պետք է ուշադրություն դարձնել ամեն մի մանրուքը եւ ոնց որ չընկնել դրա հետևից, ուղղակի թեթև պետք է ապրել մարդը ուրիշ ոչինչ։ Ինչքան ինչ-որ բաներ է, այնքան միգուցե ընտանիքում իրար հանդեպ չի, այլ ուղղակի ոչ թե հարաբերություններում է խնդիրներ մեկը մյուսի հետ կապված, այլ ընդհանուր ընտանիքում է խոչընդոտ։ Ինչ-որ մի բան կա, որ ընտանիքին է վերաբերվում։ Եվ աշխատանքի մեջ այստեղ ոմանք կգնան գործուղման։ Ոմանք ինչ-որ մի աշխատանք կարող են գտնել, որ անդադ կարող լինել ճանապարհներին օրինակ, առաքման հետ կապված եւ այլն, մեկ այլ բաներ։ Նաեւ ովքեր բիզնես ունեն, ապա բիզնեսը առաջ կտանեն։ Այն գործերը, որոնք արել եք, կիսատեր մնացել այդ գործերը կանեք, կավարտեք։ Նաև տնօրենը կարող է ձեզ անընդհատ ինչ-որ տեղեր ուղարկի, որ գնաք, սա վերցնեք, նա վերցնեք, այս մի մարդուց դա վերցնեք, նման ինչ-որ պահեր։ Աշխատանքի բերումով շատ եք լինելու ճանապարհներին, եւ ովքեր գործեր ունեն, ապա մղեք առաջ, այս շաբաթը հանգիստ մղեք առաջ դրանք։ Եվ ֆինանսերի հետ կապված այստեղ կամ նոր եկամուտի աղբյուր է, սա ձեզ համար նոր բիզնեսի սկիզբ, որը ձեզ կտա այդ նոր եկամուտները, փոքր-մոքր։ Միգուցե դրա համար է նաև տանը խոչընդոտ, որ դեռ փոքր է եկամուտը, դեռ ոնց որ զգում եք, որ այդքան չկա, որ ընտանիքը պահեք, ընտանիքը կերակրեք։ Դրա համար կարող է նաև դա խոչընդոտը։ Բայց ամենայն դեպս կգա գումար, փոքր, բայց կգա։ Այստեղ նաև գումար կարող եք ծախսել երեխաների վրա, կամ ուսման վրա, կամ իրենց հագուստի հետ կապված եւ այլն, նման ինչ-որ հարցեր։ Իսկ առողջության վերաբերյալ այստեղ ուշադրություն դարձրեք ձայնալարերին, ամենակարևորը իմ նման, որ այսպես չլինեք։ Չնայած որ ես թեյ եմ խմել, լավ հավեսով, նոր հետո քնել եմ, միևնույնն է, էլի եթե մի բանը պետքա լինի, լինում է։ Ուշադրություն դարձրեք ձայնալարերին ավելի շատ։ Այստեղ։ Եվ մաշկին, իհարկե։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը։ Դե կարող է տուն եք մաքրում, ինչ-որ նմանատիպ գործերով եք զբաղվում, ոչ թե վեճ է, ոմանց մոտ կարող է վեճ է։ Լարված եք այս շաբաթ ու կարող եք այս ու այն կողմ, ոնց որ անդադ վիճել տարբեր մարդկանց հետ։ Այս նաև կարող է ուղղակի սկսում եք ուբորկեն, որովհետև հետո ավելի է ցրտելու, կարող մտածում եք հիմա անեք, ավարտեք այս մեկ շաբաթ։
Անձնական կյանքը կարիճների։ Հենց դա է, հա, այստեղ աշխատանքի վայրն է, որտեղ որ կարող վիճել, բայց հետո ասեմ, որ կարող կորցնել աշխատանքը վիճելուց հետո։ Համար պետք է զսպեք ձեզ այս շաբաթ, եթե նման ինչ-որ առիթ կստեղծեն, որովհետև շատ դեպքերում դիմացինը ինադու է հրահրում, որ եթե չեն սիրում կամ չեն ուզում, որ դուք այդ բաժնում աշխատեք, ուզում են, որ իրենց հարազատը գա այդ բաժնում աշխատի եւ այլն շատ խնդիրներ կան, նախանձում են, ավելի լավ եք իրենցից աշխատում եւ այլն եւ ուզում են անընդհատ դա համար կարող վիճել եւ ի վերջո կորցնել աշխատանքը։ Եթե չեք ուզում կորցնել, ապա պետք է կարողանաք ձեզ ամեն ձևով զսպել։ Անձնական հարաբերությունում ամեն ինչ հիանալի է, ոմանք կարող են նոր ծանոթություն ունենալ, կփայլեք, մի տեսակ այդպես արևի շողերի նման, ուրիշ կերպ կլինեք, հա, այս շաբաթվա ընթացքում ձեր գործունեությունը եւ ամեն ինչ։ Դա համար կարող են ձեզ մոտենալ, ծանոթանալ, ընտանիքում ամեն ինչ կարգին է, ուրախ կլինեք, տրամադրությունը բարձր է, այստեղ կարծես թե ընտանիքին չի վերաբերվում այդ վեճը, ընտանիքը կարող է ուղղակի տուն եք մաքրում։ Աշխատանքն է խնդիրը։ Խնդիրը միայն աշխատանքում է, այնպես որ ուշադիր եղեք աշխատանքը չկորցնեք։ Վեճի պատճառով կամ վիճեք, ասում եմ, դուրը շրխկացնեք դուրս գաք, ոչ թե աշխատողներն են, այլ հենց տնօրենը, նամա կարող է շղկացնեք, նաև դուրս գաք չի բացառվում։ Եվ գումարի հետ կապված ես կարող են օգնել, դες կարող են ձեռք մեկնել, եթե դրա կարիքը կա, եթե մեքենա եք վարում, այստեղ պետք է ուշադիր լինեք, որպեսզի պետավտոտեսուչներին չհանդիպեք եւ նրանք դες գումար չգրեն, այդտեղ կարող է նաև դրա համար սկսեք վիճել մարդկանց հետ, իր հետ, նաև ֆինանսների հետ կապված։ Այստեղ նաև եթե գումար եք պարտք, մի քիչ ուշադիր կարող են եսի, ովքեր գալ, փորձել գումար ուզել ձեզանից, պարտքերը ուզել, մի քիչ ավելի հաղթանդամ մարդիկ կամ հեղինակավոր մարդիկ, գուցե որոշեն գալ գումարը ուզել, գումարը պահանջել։ Դե նաև եթե պետք է ձեզ գումար, ապա ձեզ կօգնեն։ Առողջության հետ կապված ոչ մի խնդիր չկա, եթե խնդիրել կար, ապա այս շաբաթ ամենայն դեպս կայուն վիճակում կլինեք, ամեն ինչը նորմալ կլինի։ Ինչ-որ խնդիրներ չկան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը։ Փոքր անհանգիստ եք ինչ-որ մարդկանց համար, ինչ-որ մեկի համար հստակ, ինչ-որ անհանգստություն ամենայն դեպս կա։ Տեսնենք, որ ոլորտն է։ Անձնական կյանքը, չգիտեմ ինչն է, անհանգստության պատճառը, միգուցե ներքին անհանգստությունը չեք կարող կառավարել։ Ինչ-որ մի բան է, որ չի լինում կառավարել, նույնիսկ լարվում եք, անհանգստանում եք, թեկուզ ամեն ինչ նորմալ է, բայց միևնույնն է դուք էլի լարվում եք։ Էլի անհանգստություն կա, բայց չգիտեմ էլ ինչու է, որովհետև անհանգստանալու ոչ մի պատճառ այստեղ ես չեմ տեսնում։ Եվ անձնական հարաբերություններում նոր սեր, նոր հնարավորություններ, նոր իրար հաշտվելու, նախկին սիրուն հանդիպելու, շատ սեր ընտանիքում, շատ սեր միմյանց նկատմամբ, մեկը մյուսին սեր խոստովանի, գուցե այնպիսի մարդիկ ձեզ սեր խոստովանեն, ումից չեք սպասում։ Աշխատանքում սա միգուցե դանդաղ է գնում, ձեր կարիերան դանդաղ է բարձրանում, անհանգստանում եք կարող դրա համար, բայց ամեն ինչ ոնց որ ավելի ամրապնդվում, քան պետք է արագ բարձրանաք վեր,
Ձեզ սկսեն գնահատել, բայց դա կփուչ լինի, դա քանդվում է շատ արագ։ Դրա համար հիմք եք գցում դուք հիմա ավելի շատ աշխատանքում։ Բիզնեսում, եթե նոր բիզնես եք բացել եւ դեռ գնումներ չկա կամ այսպես, ապա պետք է հասկանաք, որ ոնց որ դեռ դանդաղ է։ Այն առաջ գնում դեռ պետք է սպասեք, այդպես միշտ ապեք։ Գումարի հետ կապված կարող եք ծախսեր անել, ոչ թե առիթների համար, միգուցե դա է անհանգստության պատճառը նաև, որ առիթ ունեք եւ գումար է պետք որ ծախսեք, կամ գնաք օրինակ առիթի, հարսանիքի, այդտեղ գումարը եւս հարկավոր, որպեսզի այնտեղ ծախսեր անեք կամ գնաք տակ, այնտեղ աթոռի գումար, որը որ չգիտեմ ինչու հայերի մեջ մտել է եւ դուրս չի գալի այդ անհիմն այդ հիմարությունը։ Նվերի փոխարեն տանում ես աթոռիդ համար ես վճարում, որ ուտես։ Ինձ դու կգնաս ռեստորան, կնստես նույն բաները կուտես, այդքան կվճարես կգաս։ 3 հոգով գնաք, 3 հոգին վճարի իր աթոռի գումարը։ Ուտելիքը կուտեք, դուրս կգաք, կպարեք, ուրախանաք։ Մի խոսքով էլ ինչ որ հիմար պահեր կան, որ մտել են։ Դա այստեղ գումարը նաև այստեղ հասարակության հետ է նաև կապված, միգուցե այնպեսի մի աշխատանքով սկսեք զբաղվել, որ հասարակությունից գումարները կան ձեզ։ Օրինակ ինտերնետով աշխատանք եւ այլն եւ կարող է այդ աշխատանքն է որ դեռևս կանգնած է, դեռևս այդպես շատ եկամուտ դեռ ձեզ չի բերում եւ անհանգստանում եք։ Բայց ամեն ինչը քիչ-քիչ։ Իսկ առողջության վերաբերյալ ուշադրություն դարձեք, ինքը կարող է մանր-մունր ինչ-որ բաներ են եւ դուք այդքան էլ չեք մտածում, ասում եք դե ոչինչ, դե լավ, դե ես իմիջ չի, բայց խնդիրները հա կան։ Պետք է ուղղակի ուշադրություն դարձնեք։ Այսքանը ձեզ համար դուք գիտեք ինչու եք անհանգիստ, ինչու եք լարվում, որովհետև լարվելու ինչ-որ հատուկ պատճառ չկա այստեղ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 5-ը։ Ընդհանուր ֆոնը կին է։ Ամբողջ օրը ինչ-որ կնոջ հետ կարող եք անցկացնել։ Միգուցե նոր ծանոթություն է ոմանց համար։ Միգուցե ձեր մայրն է, ում պետք է խնամեք այս շաբաթ։ Միգուցե ձեր տատին է։ Նաև ձեր տնօրենը կարող է լինել, ում հետ որ անընդհատ պետք է աշխատեք, հա, ինչ-որ գործերի մեջ կլինեք։ Նաև կարող է լինել ինչ-որ մի աղջիկ, ում հետ որ այս շաբաթ պետք է միասին աշխատեք։ Անձնական կյանքը դա նաև ընդհանուր առմամբ մեկն է, որ մտնում է ձեր կյանք։ Նա փորձում է խցկվել ձեր անձնական հարաբերություններ։ Այստեղ ընտանիքով կարող եք նստել եւ գումարի մասին քննարկել, ոմանք կարող են ծանոթանալ ֆինանսապես ապահովված ոչ տղամարդու կամ կնոջ հետ։ Նաև կարող եք խոսել, միգուցե ինչ-որ բաներ եք ուզում գնել եւ կարող եք ընտանիքով նստել քննարկել դրա մասին, կամ այդ կնոջ գումար պետք է տակ կամ ինչ-որ մեկն է կարող որ շատ կարեւոր է եւ ֆինանսապես դա ինչ-որ հարցեր կան։ Աշխատանքի վերաբերյալ ժամանակն է, չգիտեմ ինչի ժամանակն է, միգուցե դուք ինքներդ ձեր մեջ գիտեք ինչի ժամանակն է։ Ժամանակն է ինչ-որ մի բան սկսելու, անելու, միգուցե բիզնես է սա։ Ինչ-որ հարցեր են, որոնք որ պետք է անեք։ Ժամանակն է, արեք, մի անտեսեք։ Ոմանք նաև կարող են շատ ժամանակ վատնել աշխատանքի մեջ, ոչ թե տանը, հա, ավելի շատ ժամանակ կլինեք անցկացնեք։ Նաև կարող է, եթե ինչ-որ պատվերով եք աշխատում, ապա կարող է կնոջ պատվերն է եւ շատ քիչ ժամանակ ունեք դա անելու համար։ Ինչ-որ ժամանակ է ձեզ տրված, որպեսզի դուք այն անեք։ Ինչ-որ ֆիքսված ժամանակ ունեք, պետք է դրա մեջ կարողանաք հասցնել։ Եվ դե ժամանակն է սկսել ոչ թե բիզնես, եթե բիզնես եք ուզում սկսել, հա, ինչ-որ մի բանի ժամանակն է արեք։ Ֆինանսական վիճակը բավականին կայուն է,
ամեն ինչ կարգին է, եթե ինչ-որ այստեղ անհանգստություններ կամ ֆինանսների հետ կապված, ապա կայուն է, ոչ մի բան ձեզ չի խանգարում, գումարը ունեք, գումարը գալիս է, կարող է ստաբիլ անընդհատ աշխատում եք եւ անընդհատ աշխատավարձ նորմալ գալիս է եւ առանց որևիցե խնդիրների, այստեղ ոչ մի խնդիր չկա ամենայն դեպս։ Եվ առողջության վերաբերյալ բացարձակ ոչ մի խնդիր չկա, այստեղ ուժ կա, ամեն ինչը կա, արջի նման առողջ, արջի նման այդպես մարդը բացարձակ ոչ մի խնդիր չունի։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին։ Ահա։ Ինչ է սպասվում ջրհոսներին սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 5-ը։ Ընդհանուր ֆոնը ընտանիք, տող, առողջություն, որ կզբաղվեք այս շաբաթ, նաև ձեր գեղեցկությամբ կզբաղվեք, ինչ-որ բան կփոխեք ձեր մեջ, ինչ-որ հիմքից, ինչ-որ մեկ ուրիշ ձև կարող եք ներկել մազերը եւ նմանատիպ ինչ-որ պահել։ Եվ նաև նա ընտանիքն է, ում հետ որ կարող եք անցկացնել, ծնողներն են, ում հետ որ կարող եք անցկացնել ձեր օրերը, այս շաբաթը, ավելի շատ ծնող կամ ծնողների տանը լինեք կամ իրենք ոնց որ ձեր տանը լինեն, որտեղ որ դուք եք եթե առանձին եք ապրում։ Նաև ինչ որ գործունեություն է, եթե հարաբերությունների մեջ եք, այն կարող է դանդաղ են ուղղակի։ Ամեն ինչը կարող է դանդաղ է աճում, այս շաբաթ ձեզ այդպես կարող է նաև թվալ, դեռ հեսա կնայենք, բայց ինչ որ մի բաներ են, որոնք որ ձեզ թվում են, որ այդպես արագ է, դանդաղ է առաջ գնում, բայց պետք է հասկանաք, որ հիմքերը դեռ նա գցում եւ հնարավոր է, որ դանդաղ է գնում, հետո ավելի ամուր կբարձրանա վերը։ Անձնական կյանքը, աշխատանքը հիանալի է, բոլոր քարտերը հիանալի են, միայն այստեղ անձնական հարաբերություններում այստեղ նոր տղա է, նոր միգուցե հարաբերություններ են, նոր ծանոթություն է, ամուսինն է վերադառնում տուն, նաև ինչ որ այդ հարաբերություններն են, որոնք որ մտածում եք, որ շատ դանդաղ է ընթանում, շատ դանդաղ է առաջ գնում, անհանգստանում եք, որ ինչ որ մի բան արագ չի գնում, առաջ չի գնում հարաբերություններում։ Նաև դե սա նոր ծանոթություն, նոր սեր, նոր հարաբերությունների սկիզբ, ոմանց համար ձեր տղան կարող է վերադառնալ տուն։ Ինչ որ մի տղա կարող է գալ ձեր տուն եւ օրինակ մեկ շաբաթ մնա ձեր տանը, կարող է ձեր քրոջ տղան է, ինչ որ բարեկամի տղա է, որ կարիք ունի դեռևս մեկ շաբաթ մնալու ձեր տանը, հետո նոր տուն փնտրի եւ գնա։ Աշխատանքում, բիզնեսում, այստեղ ձեզ նախ կարող եք ընդունվել ձեր սիրելի աշխատանքին, նաեւ ավելի շատ սիրով կանաք ձեր աշխատանքը այս շաբաթ։ Հարաբերությունները աշխատողների հետ բավականին սիրալիր կլինեն, մեկը մյուսի հետ այդպես հավեսով, եթե բիզնես ունեք, բիզնեսը նույնպես այդպես սիրով կանեք, սիրով կզբաղվեք դրանով, այս շաբաթը մի տեսակ աշխատանքին ուրիշ ձև կտրամադրվեք եւ ավելի այդպես սիրով կանեք։ Ֆինանսների հետ կապված հաջողություն, միգուցե վարկ եք ձևակերպում, միգուցե ժառանգություն եք ստանում, ինչ որ մի բան է այստեղ գումար կամ մեծ գումար է գալիս, կամ ձեզ վճարում են բոնուս ձեր լավ աշխատանքի համար։ Հաջողություն եք, եթե բիզնես ունեք, ապա բիզնեսում եւս եկամուտ կտեսնեք այս շաբաթ։ Առողջության վերաբերյալ այստեղ պետք է ուշադիր լինեք սուր գործիքների նկատմամբ, պեսի ձեզ չվնասեք եւ ոմանք կարող են վիրահատություններ անել, բայց շաբաթը դեռ լուսինը աճում է, հարկավոր չի անել։
Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում, շաբաթ եմ մաղթում։ Գնայինք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 5-ը։ Ընդհանուր ֆոնը սա կամ վեճ է, ինչ-որ լարված իրավիճակ է, նաև կարող է լինել տուն մաքրեք, ուբոր կանեք, մեկ շաբաթ կարող է մաքրությամբ զբաղվեք, միգուցե նաև մարդիկ կարող են լինել մեկ շաբաթ նման աշխատանք կարող են գտնել և ինչ-որ միտեղ մաքրություն անեն, նման աշխատանքով զբաղվեք այս շաբաթ ավելի։ Եվ ուշադիր պետք է լինեք, որպեսզի չվիճեք, կան այդպես լարված պահեր։ Տեսնենք որտեղ է դա, անձնական կյանքը։ Եթե վիճեք, առողջությանն է այստեղ գտնելու անմիջապես։ Միգուցե ներքին դեպրեսիա է, միգուցե ներքին ինչ-որ պահ է, ուզում եք վիճեք, բայց չեք վիճում, կարող է նման ինչ-որ պահ է։ Ոնց որ հասցնում են ձեզ այդ աստիճան, որ ուզում եք վիճել, բայց ի վերջո չեք վիճում։ Ուղղակի կարող եք տունել մաքրեք հավեսով, դե հետո արդեն ցուրտ ալինելու տեսակ էլ ուբորկեն մի տեսակ ուրիշ ձև այլ արդեն հավես չես ունենում անես ինչքան էլ որ տունը տաք է բայց էլի զգում ես որ պատուհանները լվանաս հեսա 5 րոպե անձրև ա գալու կամ նման ինչ որ պահեր պատուհանը բացես ցուրտը գա ներս պատուհան լվաս նման պահեր եւ այստեղ անձնական հարաբերություններում նոր սեր նոր հարաբերություններ նոր ընտանիքում շատ սեր կլինի, մեկը մյուսի հանդեպ շատ սիրով կլինեն, այնտեղ հարաբերություններում չկա վեճը։ Միգուցե, եթե տուն եք մաքրում, կարող է դե վերանորոգում եք արել, հիմա այդ հետևից այդ հետքերն եք մաքրում, ու ընտանիքով մեկը մյուսին օգնում է, որպեսզի այն անեք։ Աշխատանքի հետ կապված մի փոքր դանդաղ է ընթանում ձեր կարիերան, բարձրանում վեր, բայց պետք է հասկանաք, որ ես որ հորանջում եմ, ինչ-որ մեկի նշանի տակ, ուրեմն պետք է ինքը սկսի մի քիչ մոն վառել, որովհետև այդ ինչ-որ բացասական պահեր կան ձեր կյանքում, ձեր ընտանիքում, ինչ-որ մի բան այնպես չէ։ Նաև, եթե բիզնես ունեք, ապա այդ բիզնեսը կարող է ուղղակի դանդաղ է ընթանում, դանդաղ է աճում, դանդաղ է առաջ գնում, բայց պետք է հասկանաք, որ դա ավելի շատ հիմքեր է գցում և պետք չի ես պահին անհանգստանալ դրա համար, ուղղակի նա հիմքեր է գցում, որպեսզի ավելի ամուր լինի և ձեր գործունեությունը և ձեր աշխատանքը։ Ոմանք կարող են այնպիսի բիզնես սկսել, որը որ արել են ձեր ծնողները, շարունակեք իրենց գործը այդպես։ Եվ գումարի առումով այստեղ ինչ-որ մի թուղթ կարող եք ստանալ, որտեղ որ նշված լինի գումար։ Ովքեր մեքենա են վարում, մինչև շաբաթվա ընթացքում մի քիչ ավելի հանգիստ վարեք, որպեսզի նման խնդիրներ չլինեն։ Նաև դուք եք կարող գումար ուղարկում, դες են կարող գումար ուղարկում գնում եք ստանում եք, դուք եք ուղարկում ինչ-որ մարդկանց գումար, նաև կարող եք ճանապարհների գումարներ ծախսել ավելի շատ։ Նորություն կլսեք գումարի հետ կապված։ Եվ ոմանք կարող են հյուրեր ունենալ, այդպես իրանց վրա գումար ծախսեք, կամ դուք գնաք հյուր գումար ծախսեք, ինչ-որ մի բան գնեք, որպեսզի տանեք այդ մարդկանց տուն, այդպես գումարը ավելի շատ նման բան է, և գումարը հստակ կգա այս շաբաթ, գումար կգա տուն։ Առողջության հետ կապված մի փոքր անհանգիստ եք, ինչ-որ մի բան կարող է ձեզ խանգարում է, անհանգստացնում է, կարող է շատ ուշադրություն չեք դարձնում, բայց պետք է դարձնեք։ Եթե ինչ-որ մի բան մարդուն անհանգստացնում է, պետք է անպայման գնալ, դե չնայած ամեն ինչից, ինչ-որ բարդությունից սկսում են մեկից մի բան բացել, բայց եթե չգնաք էլ, դա ավելի է խորացնում հետո։ Այստեղ կարող է ինչ-որ դեպրեսիվ վիճակ է, ինչ-որ ստրեսային վիճակ է, գուցե դա ներսից է, որ մի հատ նայեք, կարող է ներսում ինչ-որ լարվածություն ունեք,
Դե համար էի ասում սկզբում, այդ լարվածությունն է, որ անընդհատ ուզում եք ինչ-որ մեկի հետ վիճել։ Որովհետև ինքը ընդհանուր այստեղ ոչ ոքի հետ վեճ չի տալիս։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։